Բարի լույս, օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV եթերում ինչպես միշտ մեծ սիրով, ուրախությամբ, դրական էներգիայով լցված ես եւ Ռեժը եկել ենք ձեզ հետ միասին արթնանալու։ Բարի առավոտ սիրելի հեռուստադիտող, այո, արթնացեք, որովհետեւ մոտակա 1 ժամը մենք ձեզ մշակույթ ենք տալու։ Արթնանալու լավագույն տարբերակը կարծում եմ նաեւ լավ երաժշտություն վայելելն է եւ այդ ելևէջները կստիպեն մեզ որպեսի վերջապես միմյանց ասենք օրդ բարի, այնպես որ լավ երաժշտություն այս պահին ձեզ համար։ Խնդրենք մեր ռեժիսոր Էրնեստին, որպեսզի արթնացնող երաժշտություն տա այս պահին գնացինք։ Թող բացվի առավոտը թար քեզ համար։ Դե ինչ վերադարձանք տաղավար եւ կարծում եմ շատերի մոտ առավոտ շուտ նաեւ ծագում է այն կարեւոր հարցը ինչ հագնել այսօր հատկապես երբ դրսում աշուն է, եղանակն էլ շատ փոփոխական է, տերյանն է շատ թախծոտ է։ Մենք ունենք մշուշում, շշուկու շշում, բարդիներն են բաց պատուհանից տակ, դու ես որ դարձյալ թախիցով իշում, կանչում ես ինձ միշտ կարոտով հստակ։ Ես սպասում եմ այս տողերին, Ռեժը շատ ռոմանտիկ է, ռոմանտիկ կլինի նաեւ մեր տրամադրությունը, որովհետեւ եթերում մեր նորաձևության էջն է։ Եկեք քայլենք նորաձևության հետքերով Նաիրա Հարությունյանի հետ եւ հասկանանք ինչ հագնել այսօր։ Եղեք նորաձև գնացինք։ Ողջույն, ես Նաիրա Հարությունյանն եմ եւ այսօր 21 TV եթերում մենք միասին կքայլենք նորաձևության հետքերով։ Սիրելիներս, քանի որ նախորդ եթերում ձեզ ծանոթացրեցի նորաձևության գլխավոր միտումներին, ապա այսօր կխոսենք շատ կարևոր տարի մասին՝ գույնի։ Վերջին սեզոններում այնքան սիրված կարագի դեղին երանգը սկսում է կորցնել իր դիրքերը։ Նրա տեղը գալիս է հագեցած սառը կարմիրը, որը հրաշալիորեն համադրվում է աշուն ձմեռ սեզոնի մուգ գույների հետ։ Դա հենց այն պայծառ շեշտադրումն է, որը ցանկանում ես ավելացնել մռայլ եղանակին։ Կարմիրից բացի նոր սեզոնում դիզայներները մեծ ուշադրություն են դարձնում կանաչին, նրա բոլոր դրսևորումներով։ Դա կարող է լինել թարմ անանողի երանգ, վառ աղցանային կանաչ կամ խորը զմրուխտագույն, մեղմ խակի։ Ստիլիստները առաջարկում են երկու հիմնական մոտեցում՝ համադրել կանաչը հանգիստ չեզոք երանգների հետ կամ էլ նույնքան յուրօրինակ մանուշակագույնի։ Մանուշակագույնը եւս թրենդային գույն է 2025 թվականի աշուն ձմեռ սեզոնում։ Այն հրաշալիորեն համադրվում է ինչպես գործնական, այնպես էլ երեկոյան կերպարների համար։ Մանուշակագույնը գեղեցիկ կերպով համադրվում է սև տաբատների կամ չեզոք աքսեսուարների հետ։ Այս աշնանը նույնպես ակտուալ կմնա շագանակագույնը, հատկապես հարուստ ու խոր երանգները՝ մոկա, կրաքարի, կարամել, կակաո, դառը շոկոլադ եւ կարմիր փայտ։ Այս գույնը կարող է գործել ինչպես միագույն կերպարներում, այնպես էլ որպես ոճային շեշտադրում։ Թրենդային գունային համադրություններ՝ ձիթապտղի կանաչ մուգ բորդոյի հետ, սալորագույն մանուշակագույնի հետ, ֆուկսիա եւ վոխրա, կարմիրը նարնջագույնի հետ, կարմիրը վարդագույնի հետ, խորը կապույտ երկնագույնի հետ։ Դե ինչ, ընտրեք ձեր անհատական գույնային համադրությունը ու մնացեք գեղեցիկ, երջանիկ եւ հաջողակ։ Միշտ ձեր Նաիրա Հարությունյան։ Եվ այսպես սեպտեմբերի 22-ից 28-ը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ գյուղում կայացավ դիզակի գույները հոբելյանական 5-րդ միջազգային սիմպոզիումը, որին մասնակցեցին 20 անվանի նկարիչներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Սերբիայից, Վրաստանից, Ղազախստանից, Իտալիայից։ Մեկ շաբաթ նրանք կտավներին հանձնեցին Գեղարքունիքի եւ Տավուշի հրաշք բնության հմայքը։ Ես կարծում եմ այս ամենի մասին ավելի կատարեցին նաեւ Հադրութի շրջանը պատկերող կոմպոզիցիոն աշխատանքներ, Անահիտ ջան, շատ հետաքրքիր կոմպոզիցիաներ ապաստորեն։ Անշուշտ, այս եւ այլ մանրամասները ավելի կքննարկենք մեր հյուրերի հետ, ովքեր արդեն տաղավարում են եւ ես շտապում եմ ներկայացնել։ Մեր հյուրերն են Դիզակարտ մշակութային կենտրոնի համահիմնադիր Երազիկ Հայրյանը, բարի լույս։ Բարի լույս եւ կենտրոնի թատերախմբի ղեկավար Սրբուհի Բալայանը։ Ում մենք նաեւ գիտենք որպես դերասանուհի եւ ռեժիսոր։ Բարի լույս։ Նախ շատ ուրախ ենք, որ մեր տաղավարում եք եւ շնորհակալ ենք, որ առավոտյան եկել եք մեզ հյուր։ Լավ նորություններից գանք, հա, սիմպոզիումը ինչպես անցավ, ինչպես կազմակերպեցիք, ինչպես ցակեց միտքն առհասարակ, ու սա առաջին դեպքն էր, թե եղել են նաեւ։ 5-րդն է արդեն, կարծես թե։ Արդեն 5-րդն է, շնորհակալ եմ, որ ձեր տաղավարում հյուրընկալեցիք մեզ։ Դիզակի գույների միջազգային սիմպոզիումը առաջի անգամ կազմակերպվել է 2017 թվականին Հադրութում։ Այս դիզակը Հադրութի պատմական անունն է, այդտեղից է ստացել է խորագիրը։ 4 տարի կազմակերպվել է Արցախում, ճիշտ է 20 թվականից հետո, երբ
կորցրեցինք հադրութը, մենք եւս մեր մեջ ուժ գտանք եւ 21 թվականին սիմպոզիումը կազմակերպեցինք Արցախում առանց հադրութի։ Նաեւ նշեմ, որ շատ մեծ դժվարությամբ մենք Արցախ մուտք գործեցին տարբեր երկրներից նկարիչներ, պատկերացնում եք դա ինչ մեր դժվարություն էր առաջինը երբ որ կազմակերպեցիք 2021 թվականին առաջինը շատ ավելի հեշտ էր, մենք անկախ Արցախ ունեինք եւ շատ հեշտ էին մուտք գործում օտարերկրյա նկարիչները Արցախ։ Ճիշտ է, նրանք ունեին վախեր, որովհետեւ սև ցուցակներում պիտի հայտնվեին, բայց տարբեր երկրներից անվանի նկարիչներ 3 տարի եկան հադրութ։ Իսկ 2021-ին, երբ արդեն մի կողմից ռուսական բանակներ, մյուս կողմից Ադրբեջաններ կանգնած, մենք մեծ դժվարությամբ նկարիչներին բայց իրականացրեցիք։ Միանշանակ 18 նկարիչ մասնակցեց։ Այս տարի որոշեցինք այն հաջողված ծրագրերը, ինչ ունեինք Արցախում, շարունակել եւ ունեցանք 5-րդ միջազգային սիմպոզիումը 20 նկարիչների մասնակցությամբ տարբեր երկրներից։ Այնց հետաքրքիր է, ինչ է գնացել դեպի Գեղարքունիք։ Իրականում մենք ամենտեղ փնտրել ենք հադրութի նման բնություն, գույներ, մինչև անգամ մենք մեկ կատակում ենք, ասում ենք հոտնել էր հադրութի նման այդ տարածաշրջանում Գեղարքունիքում եւ Դիլիջանում, Տավուշի մարզում մենք կազմակերպեցինք մեկ շաբաթ նկարիչները ստեղծագործեցին եւ այդ կտավները այսօր պահպանվում են դիզակարտում։ Բացի նկարներ, այսինքն կոմպոզիցիոն աշխատանքներ անելուց, ինչպիսի ծրագիր է իրականացվում հենց հստակ, այսինքն այդ շրջանակներում լինում են ինչ-որ վարպետության դասեր, փորձի փոխանակումներ, չէ՞ որ տարբեր երկրներից պրոֆեսիոնալներ են գալիս։ Մենք էտյուդների ենք գնացել նկարիչների հետ, տարբեր հուշակոթողներ, նաև փորձի փոխանակում ունեցանք Դպրաբակի գեղարվեստի դասարանի եւ Ճամբարակի գեղարվեստի դպրոցի աշակերտների հետ բարեհաջող ունեցանք եւ իհարկե լինելով նաեւ սահմանային նրանց համար այսպես մեծ փորձ էր իրենց համայնքում ունենալ միջազգային որակի նկարիչներ եւ իրենց հետ շփում ունենալը դա կարեւոր էր։ Սա իրական շատ կարևոր աշխատանք է եւ ես թվարկեցի նախաբանի մեջ, թե քանի երկիր է մասնակցել, իրենց տպավորություններն ինչպիսին էին առհասարակ։ Մենք ունեինք Սերբիայից նկարիչ, ով ամենատարիքովն էր, նա վերջի օրը մոտեցավ եւ ասեց այս տարի 14-րդ անգամ է մասնակցում սիմպոզիումի եւ նման երկիր, նման բնություն, նման կազմակերպված ծրագրի երբեք չի մասնակցել եւ դա արդեն խոսում է մեր գնահատականի մասին։ Հետաքրքիր է բոլոր երկրների ներկայացուցիչները առաջին անգամ էին Հայաստանում, թե եղել էին իրենք արդեն կար նմանատիպ նախադեպ կամ Արցախում արդեն եղել։ Նկարիչներից շատերը կային նաեւ Արցախում, որ եղել էին 17-18 թվականին։ Հադրութում է եղել Մարինա Խաչատուրովան Ստեփանակերտում, կային նաեւ նախկին մասնակիցներից եւ նրանք էլ երբ որ համեմատություններ էին անում, ասում էին, որ բնությունը շատ է նման Արցախին, ինչ լավ է, որ նմանատիպ միջավայրում ենք մենք նորից աշխատում։ Մենք ուրախ ենք, որ այսօր մի քանի նորություն ունենք իրականում ներկայացնելու առհասարակ դիզակարտի գործնեությունից։ Ես գիտեմ, որ հոկտեմբերի 1-ին կայացել է նաև Արապաստի պեն կլինի ներկայացումը, չգիտեմ որքանով իմ մոտ ճիշտ ստացվեց, որտեղ մեկտեղված են Արցախի ոգին, բարբառները, սովորույթներն ու ավանդույթները։ Սրբույթ ջան, կուզեմ այ հարցս ձեզ ուղղել, նախ ինչքան ժամանակ է, որ աշխատում եք դիզակարտի հետ, ինչ է ձեզ համար առհասարակ այս կենտրոնը, ովքեր են այնտեղ ընդգրկված, հա, մի քիչ այսպես բացահայտենք։ Արդեն 5 տարի կլինի, որ դիզակարտում աշխատում եմ ու 20 թվականից հետո ես տեսա երեխաներին, ովքեր որ հիմա արդեն իմ սուբյեկտիվ կարծիքով, թող երեխաները այս պահը չլսեն, արդեն համարվում են պրոֆեսիոնալ դերասաններ, իրենց հետ շատ սիրուն ու շատ էմոցիոնալ ճանապարհ են անցել միասին, այնքան վայրիվերումներ են եղել էմոցիոնալ, ուրախ, տխուր, հաղթանակներով, պարտություններով, ամեն ինչով լի ճանապարհ են անցել ու իրենք արդեն այսօր խաղում են պրոֆեսիոնալների նման, ունեցան հոկտեմբերի 1-ին իրենց առաջնախաղը, բայց այս տարվա առաջնախաղը, որովհետև մենք մի քանի խաղ ունեցել ենք նաև Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում ենք խաղացել, ունեցել ենք գաստրոլներ, այսպես ասած, հյուրախաղեր ու երեխաների թվով
5-րդ ներկայացումն է սա, 5-րդը հիմա արդեն process-ի մեջ է, մենք խաղացել ենք Թումանյան, առաջին մեր գործը եղել է Թումանյանի ստեղծագործությունները, որոնք որ վերածել էինք Արցախյան բարբարի, ու երեխաները հենց բարբարով էլ խաղում էին։ Իսկ այդ աշխատանքները ով է կատարում։ Օրինակ վերածել բարբարի Թումանյան։ Սրբովի Բաղարյանը։ Դուք նշում եք ամբողջ տեքստերը։ Այո, ամբողջ տեքստերը։ Բաժանակիր աշխատանք։ Այո, փոխում ենք ու շատ համահունչել ստացվում է։ Թումանյանը Որտեղ Թումանյանն արդեն բարբարով է գրել, ի վերջո մենք դա նորմալ փոխել բարբարով։ էինք։ Ու դառնում էր այսպես մի շինացը յուրան շենում խանութսարքած բենացախում։ Բեն արասում ծախում, օրվա մեջ իր մոտիկ շենան փեդմաշկեն շոնել, դա նիամտես մի զեր չոբա։ Հա, Ոչ միայն շնորհկատում, մենք մի կաթիլ հեքիաթն էինք արել, ու այսպես միքսել էինք մի քանի հեքիաթեր, իրենց առաջին փորձարարական ներկայացումներ։ Դրանից հետո իրենք խաղացին Անդերսոն Արքան Մերկեկ, որպես քաղաքական սատիրա, որ արդեն բոլոր ժանրերին իրենք ծանոթանում են։ Էլի Արցախի բարբարով։ Այո, էլի Արցախի բարբարով, այնտեղ ունեինք ֆրանսիացի նկարիչ, ունեինք անգլիացի նկարիչ, ովքեր նաև բարբարային բառեր էին օգտագործում, ինչքան էլ որ ծիծաղելի էր։ Հա, իրենց ֆրանսերեն ինչ-որ այո, ու ֆրանսերեն նախադասություններ էին օգտագործում։ Այդպես, հետո ունեցանք Արապաստի Պենկինին, դրանից հետո ուզում հիշել մենք ունեցանք Եշուր եմ տալիս աշխարհի ներկայացումը, որը որ Լեր Կամսարի ստեղծագործություններն էր, քանի որ ինքը հենց գրական հիմքեր ու Արցախի դեպքում այդքան էլ հարմար չի նաև փոփոխման ենթարկել, մենք թողում էինք գրական հիմքը որպես մաս, դրան գումարում էր արդեն Արցախյան բարբարով իրենց դոկումենտալ պատմությունները։ Իրենք կետարանքներում պատմում էին իրենց վերջին օրը անցկացրած Արցախում, բայց մեզ համար ինքը հիմք է ամուր լինելու, որ երբեք դա լացուկոցի չվերածվի, այլ լինի ամուր մի պատմություն, որը որ եղել է, կա ու պիտի իրենք պատվով տանեն ու ուղղակի պատմում են դրա մասին։ Ու երեխաները այնքան ծիծաղելի պատմություններ էին պատմում, որ մենք լսում էինք, ծիծաղում էինք, բայց ամեն անգամ հուզմունքը սենց խեղդում էինք, որ հանկարծ հա շատ էմոցիաների չտրվենք։ Հետո եղավ Արապաստի Պենկինին, իրենց արցախյան սիրո հեքիաթը, ես միշտ ասում եմ, որ քանի որ երեխաները արդեն իրենց սիրուն սիրահարվելու շրջանում էին, Ով է սցենարի հեղինակը։ Բոլոր հեղինակները Այո, բայց բոլոր սցենարների այդ գործի գրական հիմքի հեղինակ Ալեքսանդր Մանասյանն է, իսկ դրա փոփոխված տարբերակ ինքը ընդհանուր Արցախ բանաստեղծություն է, պատմողական, որևէ գործողություն չկա, որևէ իրավիճակ չկա, ու այդ իրավիճակը մենք արդեն բեմում կառուցեցինք։ Ու ինքը դարձավ կատարել, հասկանալի։ Այո, ու իրենք դարձավ, որ մի փոքրիկ գյուղում իրար սիրահարված երեխաներ ամեն ինչ անում են, որ երկու հոգու իրար միացնեն, բայց այնտեղ ուրիշ սիրային պատմություններ կա, բայց հետո վերջում պարզվում է, որ արդեն ի սկզբանե իրենք ամեն ինչը պատրաստած էր, հարսի շորը կախած էր, այնտեղ ֆանտաստիկ տեքստ ունենք, որ տղան ասում է դե գնացեք ասեք, որ մի բան պատրաստեն, որ ստոլեն պենինի ուտելի, ասում է տղա, շուղի ներեկեր պատրաստությունը տեսել, ինչ ես խոսում, մենք արդեն վաղուց ու աղջկա կողմն էլ, մենք վաղուց արդեն պատրաստությունը տեսել ենք ու շատ համով ստեղծագործություն է ինքը շատ։ Ու մենք այս ներկայացման մեջ, քանի որ պետք է ցույց տայինք Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը, հենց ազգային խաղեր, բակային խաղեր, ազգային հագուստը, ամեն ինչը այսպես ոչ նյութական մշակութային ժառանգության մեկ ներկայացման մեջ պահպանեցինք այդ ամեն ինչը ու շատ համով է ստացվել։ Իսկ որտեղ է ցուցադրվել բացի ձեր մոտից, այսինքն ներկայացումը, թե միայն ձեզ մոտ է դերևս եղել։ Ներկայացման պրեմիերան եղել է Մալյան թատրոնում, որից հետո խաղացել ենք Կողբում, Գյումրիում, Աբովյանում, Մասիսում, մեկը մոռացել ենք։ Այո, Հայաստանի շուրջ 4-5 մարզերում, այսինքն այո, ու շատ սիրով ընդունեցին, շատ սիրեցին։ Ինչու պետք է սիրով չընդունեին։ Ինչ հետաքրքիր է, առհասարակ բարբարը բարիեր չի հանդիսանում, հանդիսատեսը հասկանում է։ Հենց դրա մասին էի ասում, որ սիրով ընդունեցին այն առումով, որ բարբարը շատ հաճախ չեն հասկանում, բայց այնքան այստեղ է հասնում։ Լիարժեք, որովհետև մենք այս վերջերս Գյումրիում ունեցանք, էլի գնացինք հյուրախաղի, խաղացինք, այնտեղ նստած էին Պետերբուրգից երկու ներկայացուցիչ, ովքեր ասացին, որ մենք ոչ մի տառ, ոչ մի բառ չենք հասկացել, բայց ամբողջապես հասկացել ենք այն, ու մենք արդեն երեխաները փոխանցեին։ Հրաշալի, այսինքն դիզակարտը մեկնում է Սանկտ Պետերբուրգ։ Այո, շուտով։ Ես ուղղակի հիացած եմ, որովհետև դուք շատ կարևոր գործ եք անում։ Տեսեք, ներկայացումների միջոցով դուք պահպանում եք բարբար, դուք պահպանում եք ավանդույթներ, դուք երեխաների մեջ եք դա նախ եւ առաջ նաև սերմանում եւ հանդիսատեսին
հրաշալի վարքյաններ եք պարգևում, բայց էլի տեղում չեք դոփում։ Ես եւս մեկ նորություն գիտեմ, բացի համերգ ունեին նաեւ, որ Դիզակարտ մշակութային կենտրոն Տիեզերք բենդի հետ նոր շունչ են հաղորդել նաեւ արցախյան երգերին, դրանք ներկայացնելով ժամանակակից ձևաչափով։ Մի քիչ սրա մասին էլ խոսենք։ Դա ինչ բենդ է, նախ առաջինը խոսենք բենդի մասին, հետո արդեն Տիեզերք բենդը դա հայաստանյան բենդ է, որտեղ գործող երիտասարդներ են եւ Արցախյանը արտիստներ են։ Ոչ, եւ մենք իրենցից առաջարկ ստացանք, որպեսզի միասին ունենանք այսպիսի հետաքրքիր համագործակցություն, պատկերացրեք արցախյան բարբառով երգերը ռոքային ելևէջներով ստացանք այդպիսի շատ հետաքրքիր դարձրել, հա, այսինքն այդ ուղղությամբ եք ինտերպրետացիա։ Էթնո ռոք վիճակում էինք ու շատ լավ էր ստացվել։ Հիմա Դիզակարտը նոր խումբ ունի, որտեղ էթնոջազ ենք վերածում այդ նույնը փաստորեն մենք այսպես նոր շունչ ենք տալիս այս երգերին գիտեք իմ կարծիքով սրանով սկսում է երգերը ավելի շատ ապրել քան եթե ինքը ունեցել է իր ժողովրդական վիճակը այդպես օքեյ է բայց այսպես մենք երիտասարդների միջոցով փորձում ենք ավելի ապրեցնել այս երգերը եւ Սրբուի շարունակեմ որ այս երեխաները ոչ միայն այդ երիտասարդներն են Դիզակարտում սովորում են 5-ից մինչև 13 տարեկան 160 աշակերտ ու ամեն մի երեխա իր մեջ արդեն սկսում է պահպանել արդեն դեսպան է այս բարբառի կրման ու ինքը շարունակելու է մինչև վերջ մեր հենց նպատակն է որ այս սերունդը շարունակի եւ փոխանցի ինչքանով կկարողանանք դա ապահովել իհարկե ես միշտ նշում եմ որ բարբառը այդ նույն ծննդավայրում է հեշտ պահելը հիմա մենք փորձեր ենք անում այդ պահպանել դժվար է բայց դե հայրենի ծննդավայրում ավելի հեշտ է դուք անում եք այն ինչ Սփյուռքում անում են նույն հայերենը պահպանելով երբ գնում են հերու հեռավորություն կա հայրենիքից, բայց փորձում են իրենց ուժերով անել ամեն ինչ, որ երեխաները սովորեն լեզուն, չմոռանան լեզուն ու փոխանցեն։ Բայց դերը կրկնակի է, որովհետև շատ մեծ ցավ ու կորուստ եք նաև ապրել ու միայն պետք է ասել բրավո ձեր կատարած աշխատանքին։ Այն նշեցիք 5 ներկայացում արդեն արվել է ու ես որ նայում եմ համենը 5 տարվա մեջ, դա շատ մեծ քայլերով եք առաջ գնում։ Ներկայացումները դառնում են խաղացանկային, հնարավոր է նախորդները նաև դիտեն հանդիսատեսը։ Այո, մենք ամեն ինչ անում ենք, որ ինքը հենց խաղացանկային էլ դիտարկվի։ Ժամանակ առ ժամանակ ունենում ենք հենց ներկայացման ցուցադրություն, ընտրում ենք թատրոններ ու ինչքանով է լավ նաև որ մենք խաղում ենք տարբեր թատերական բեմերում, այսինքն երեխաները փորձառություն ունեն բեմը փոխելու ու իրենք գիտեն արդեն ինչպես պիտի տեղակայվեն, այսինքն բացի այն կարևոր գաղափարական բաներից նաև տեխնիկական մասն ենք փորձում միշտ ապահովել, որ երեխաները կարողանան կողմնորոշվել, լինել պրոֆեսիոնալ ֆորմայի մեջ, որ հասկանան գրիմորկան ամեն ինչը, այն ինչ որ օրինակ ես Արցախում երազել եմ իմանալ, բայց այդ հնարավորությունը չեմ ունեցել։ Հիմա իրենք այդ ամեն ինչը գիտեն, մեր ներկայացումներից ես շուռ եմ տալիս աշխարհը, այս պահին համարվում է խաղացանկային, Արաբաստիպենկերին համարվում է խաղացանկային, ու երեխաները մեծանում են, ու իրենց հետ նաև մեծանում են իրենց պատմությունները։ Հիմա որ ես վերջերս ունեցանք խաղացին երեխաները ես շուռ եմ տալիս աշխարհը, իրենց դոկումենտալ պատմությունները ինքան արդեն ուրիշ ձև ես լսում, այնպեսի տպավորություն է, որ իրանք մեծացել են ու հիշում են մանուկ արդեն հա մեծ հայացքով են նայում այն երեխայի պատմությանը, իրենց մեջ ապրող երեխայի պատմությանը, ու դա շատ ամուր ապահում այդ կապը, որովհետև երբ որ այդ ներկայացումը անում էինք, առաջին խնդիրը, որ իրենք որպես դերասան ստացել են, դա այն է, որ ամեն անգամ առաջին անգամ լսել իրենց ընկերոջ պատմությունը, ամեն անգամ, եթե անգամ իրենք մի ամիս փորձ են արել, անդադար լսել են այդ պատմությունները, ամեն անգամ պիտի լսեն այնպես, ինչպես առաջին անգամ են դա լսել, որ իրենց այդ էմոցիոնալ կապը պինդ մնա հողի հետ։ Եվ բարբառի պահպանումը եւ մշակութային արժեքների պահպանման մեջ թատրոնի միջոցով այսպես ամեն ինչը մեկ տեղում, հա, տեղավորելը սա շատ կարեւոր գործընթաց է եւ մեծ աշխատանք է։ Հետաքրքիր է ինձ նաեւ տեխնիկական մասը, այսինքն մարզեր եք գնում եւ այլ, ինչպես է լուծվում այդ հարցերը, ֆինանսական հարցեր գոյություն ունեն ի վերջո, միգուցե դրա մասին եւս կուզենաք խոսենք բարձրաձայնեն, կան լավ մարդիկ միգուցե ովքեր օգնում են, աջակցում են։ Այո, Դիզակարտը փորձում է իր գործունեությունը պահպանել դրամաշտորների միջոցով, նաև անհատ բարերարների, այսօր Դիզակարտին աջակցում են հենց Հադրութեցի
տղաները, որի համար մենք շատ շնորհակալ ենք, այսօր մենք կարողանում ենք ինչպես ասեմ, մեր դուռը երբեք չի փակում եւ ես Աստծուն եմ շնորհակալ ու շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր գնահատում են մեր մեծ աշխատանքը։ Դուք Աստվածահաճո գործ եք անում, դրա համար ձեր դուռը միշտ բաց է, այնպես որ Աստված ձեզ միշտ պահպանել։ Իսկ ես առաջարկում եմ մի փոքրիկ հատված դիտենք հենց ներկայացումից, որովհետեւ այսքան խոսեցինք, այս այն դեպքն է, որ ավելի լավ է մեկ անգամ տեսնել։ Տեսանյութ ունենք։ Այո, ունենք փոքրիկ տեսանյութ։ Հիմա դիտենք ու վերադառնանք։ Դիզակ արտ մշակութային երիտասարդական կենտրոնը աշնանային թատերասում։ Դիտեցինք ու հասկացանք, որ պետք է գնանք տեղում դիտենք ամբողջական տարբերակը։ Ես առաջիկայում պատրաստում եմ։ Հիմա կիմանանք նաև օրեր, ժամեր կան թե ոչ, եւ ինձ հետաքրքիր է մի բան, բացի այն, որ Երևանում կա դիզակ արտ, արդյոք ունեք մասնաճյուղեր, որ կարողանան նաև մարզային երեխաները գալ ձեզ մոտ։ Դիզակ արտը ունի մասնաճյուղ Աբովյան քաղաքում եւ մենք արդեն 3-րդ տարին է ինչ ունենք նաեւ Աբովյան քաղաքում մասնաճյուղ, երեխաների թիվը 80-ից անցնում է։ Մենք ընտրել ենք այն քաղաքները, այն համայնքները, որտեղ արցախցիները շատ են բնակեցված։ Աբովյանում շատ են։ Այո, շատ են։ Եվ արդեն մենք Աբովյանի երեխաներն էլ ունեն բավականին մեծ հաջողություններ, ինչպես Երևանում սովորող երեխաները, նրանք էլ ունեն բարի մրցույթի հրավեր, որ պետք է շուտով մեկնեն մրցույթի, ինչպես նաև կուզեմ, որ խոսենք դիզակ արտի երեխաների միջազգային մրցանակների մասին, դիզակ արտի աշակերտներ ճյուղեր կան, սրանից խոսենք, որովհետև փաստորեն են պարկ կա, երգ կա, թատրոն կա, նկարչություն, գործիքային արվեստ կա, գործիքային կատարողական երաժշտական գործիք, նվագախումբ եւ կիրառական արվեստը միայն Աբովյանում ունենք։ Երեխաները մասնակցում են տարբեր մրցույթների։ Նկարչության մրցույթ արդեն 5 տարի է մեր երեխաները մասնակցում են Վլադիմիրում ամենամեծ նկարչական միջազգային սիմպոզիումին եւ այս տարի եւ անցած տարի մեր երեխաները բավականին լավ արդյունքներով հետ են եկել։ Երգեցողության դասարանի երեխաները մասնակցել են Իտալիայում, Ֆրանսիայում միջազգային մրցույթների եւ մենք պատրաստվում ենք նոյեմբերին Գերմանիայում մասնակցել մրցույթի ու դա աշխատանքի արդյունքում է ամեն ինչը ստեղծվել։ Հիմա էստաֆետը Աբովյանի մասնաճյուղին է եւ այսպես մենք փորձում ենք այս երեխաներին ամեն հնարավորություն տալ, որ նրանք կարողանան դրսևորվել։ Ես վստահ եմ, որ հենց հիմա մեզ դիտում են նաեւ շատ արցախցիներ, ովքեր ունեն բալիկներ եւ ցանկություն կլինի միանալ դիզակարտին, ինչ է հարկավոր դրա համար։ Պարզապես զանգահարում են, ուղղակի գալիս են, ասում են մենք եկել ենք։ Մենք եկել ենք դիզակարտ։ Մենք դեռնից գտնում են համացանցում կարող են գտնել դիզակարտ, հա։ Այո, այո։ Ասենք Facebook-ում, Instagram-ի անեջերում, այո։ Նաև Telegram-յան ալիք ունենք, որտեղ որ կինֆորմացվեն ինչեր է կատարվում։ Հիմա մենք էլ թատերականի մասով ես ասեմ, քանի որ շատ ոգևորված եմ, մենք էլ պատրաստում ենք հաջորդ պրեմիերային Զոս Սարգսյանի ոտնամանները դեմատրելու ենք։ Էլի կան արցախյան տարեր ու որպեսզի ժանրային փոփոխություն լինի կոմեդիայից մի քիչ ավելի ծանր ներկայացման ենք անցնելու, ով որ ամենածիծաղելին այսօր ընկեր Երազի հետ էինք այդ քննարկում, որ ես հիմա նստած Ջանի Ռոդարի եմ թարգմանում արցախյան բարբարով, արդեն Աբովյանի մասնաճյուղի համար ու ասում եմ եթե Ջանի Ռոդարին իմանար, որ մենք արցախյան բարբարով թարգմանում ենք։ Սրբոյ դուք մասնագիտությամբ դերասանուհի եք։ Այո։ Իսկ ընթացքում հասկացաք, որ կարող եք նաև ինչու ոչ այդպիսի տաժանակիր գործ անել, թարգմանել արցախյան։ Չեմ էլ մտածել ընթացքում, ինքը իրան ստացվել է, ես ունեք չէի մտածում, որ այսքան կսիրեմ ռեժիսուրան, բայց հիմա երեխաների հետ այնպիսի բաներ եմ անում, որ ասում եմ, եթե իմ վարպետը գար նայեր, կասեր բրավո աստորեն։ Ու առաջի անգամ Սրբուհին միասին աշխատեցինք Հադրութում ճամբարի ժամանակ, ես իրեն խնդրեցի, որ մի հատ փոքր ներկայացում գոնե այս 10 օրվա մեջ կարող ես այնպես անել, որ բարբարով լինի հետաքրքիր, այդ գաղափարը հենց Հադրութում էր ծնվել ու այստեղ նորից Սրբուհին իմ թիմում է։ Այո։ Ես մի բան կարող եմ վստահ ասել, ձեր երկուսի աչքերում է կա փայլ, հոգատարություն ու անսահման սեր ձեր արածի նկատմամբ։ Իսկ դա չի կարող չբերել նրան, որ մենք ունենանք լավ ներկայացումներ, մենք ունենանք լավ կտավներ, մենք ունենանք լավ երաժշտություն ու դիզակարտ ունենա մեծ ճանապարհ ու հաջողություններ։ Մեզ միմիայն ձեզ հաջողություն մաղթել, որովհետև ձեր գործը բարի է։ Եվ սա ամենակարևորն է մեր օրերում, որովհետև ինքս խոսում եմ ու փշակաղվում եմ ու մտածում եմ, որ ձեզ քարակի բարդ է սա անել, բայց դուք եւս մեկ անգամ ապացուցում եք արցախցու ուժը։
թե ինչպիսին է արցախցին եւ ինչ ուժ ունի ու ինչպես է միշտ կարողանում ոտքի կանգնել ու պահել այդ անունը բարձր։ Շնորհակալություն ձեր աշխատանքի համար ու ամենայն հաջողություն ենք մաղթում։ Ես էլ իմ կողմից խոստանում եմ, որ մեր եթերը օրը դվարին միշտ պատրաստ կլինի լուսաբանել ձեր նորությունները։ Շնորհակալություն։ Ես եւս ուրախ եմ եւ գիտեք մտահոգիչ է միշտ, քանի որ մեր հայրենակիցները կորցնելով ամեն ինչ գրեթե գալ այստեղ եւ գտնել կյանքի ճանապարհ ստեղծագործելու անելու եւ դրա մեջ իմաստ ու երջանկություն, առավել քան մեզ համար մեծ երջանկություն է դա տեսնելը, իմացեք, ինձ համար շատ իրապես ես էլ եմ փշակահավում անընդհատ ձեզ հետ խոսում եմ ու հուզվում եմ նույնիսկ եւ թող որ Արցախյան բառն ու բանը թող միշտ գոյատևի եւ այն երազանքները, որոնք որ ունեք ու մենք բոլորս ունենք, թող որ Աստվածի կատարանի։ Շնորհակալություն ձեր գործի համար։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, մեր հյուրերն էին Դիզակարտ մշակութային կենտրոնի համահիմնադիր Երազիկ Հայրյանը, կենտրոնի թատերախմբի ղեկավար, դերասանուհի ռեժիսոր Սրփուհի Բալայանը։ Այսօրվա եթերն այսպես ենք ավարտում, դուք էլ փնտրեք Դիզակարտի ներկայացումները, գտեք, գնացեք, նայեք, վայելեք, սովորեք, ինչու ոչ, բարբառը, որտեղ դա միայն մեզ հարստացնում է։ Այսօրվա համար այսքանը։ Ես էլ կասեմ իրիկնակը դուսա եկալ, տանը սիրա դուսա եկալ։ Սոր մին կորել վեր վարանի, գիտամ սրտես հույսա եկալ։ Հո արա հո։ Հրաշալի վերջապան այսօրվա եթերի համար ձեզ հետ էին Վրեժ Կիրակոսյանը, Անահիտ Կիրակոսյանը եւ օրդ բարի։ Մնացեք բարով։ Կհանդիպենք։